Վերջին շրջանում քիչ չեն դեպքերը, երբ բժիշկ-հիվանդ հարաբերությունները հանգում են անցանկալի երևույթների երբեմն ունենալով ողբերգական ավարտ։ Դուք դիտում եք եթեր հարցազրույցը բարև ձեզ։ Այսօր մեր հյուրն է Քանաքեռ Զեյթուն բժշկական կենտրոնի անեստեզիոլոգիայի եւ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Էմիլ Վարդապետյանը։ Առողջապահության նախարարությունը ինքն է փաստում, որ վերջին շրջանում շատացել են բժիշկների հանդեպ բռնության դեպքերը, ըստ դա ինչով է պայմանավորված։ Ես կարծում եմ, որ առաջերտին դա պայմանավորված է վերջի շրջանում բացարձակապես բացակայությամբ որևիցե բուժաշխատողի անունը բարձրացնելու եւ իր աշխատանքը գնահատելու, մեծարելու որևիցե մի միջոց ձեռնարկ չի տեղի ունենում եւ ժամանակը ցույց է տալի, որ նույնիսկ հակառակը կա ինչ որ տենդենց նույն լրատվության կողմից, նույն լրագրողները ցանկացած ողբերգություն, բժշկական սխալ կամ ուղղակի դժբախտ որևիցե դեպք անմիջապես վերցվում է եւ այդ ամենից մեծ մի աղմուկ է բարձրացվում, երբ որ խոսք է գնում դժբախտության մասին, երբ որ դա պետք է մաքսիմալ փափուկ եւ այնպես անել, որ մարդկանց հարազատների այդ դժբախտությունը, դժվարությունը վիշտը ավելի նվազ լինի, ավելի ցավը փորձել մի կերպ մեղմել, ոչ, այդ ամեն ինչից դառնում է մի մեծ պատմություն։ Մյուս տեսակետը իմ նույն հեռուստասերիալները, որտեղ ինչ որ կատարվում է բուժ հիմնարկներում, այդ կարգի վեճ, ծեծ, ջարդ եւ այլն, այդ հենց այն է, ինչ որ ամեն օր կարելի է հեռուստատեսությունով տեսնել, այսինքն տպավորություն է, որ դա քարոզվում է, չկա այդ նույն։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ բժշկի աշխատանքը չի գնահատվում Հայաստանում։ Շատ քիչ է գնահատվում, թե ֆինանսային, թե մյուս տեսակետներով, շատ ցածր է գնահատվում եւ նույնիսկ նորից եմ կրկնում, որ տպավորություն է, որ տենդենցիա է ամեն անել, որ ավելի ու ավելի այդ խնդիրը խորանա, բացի դժվարությունից ներկա պրակտիկ բժիշկ աշխատելու, նաև դրա հետևից կանգնած է մի հատ ուրիշ խնդիր, որ այդ ամենը տեսնում է աճող սերունդը եւ շատ ավելի քչերն են ընտրում այդ ծանր աշխատանքը, իսկ աշխատանքի մեջի ծանր մասնագիտությունների մեջ ընտրությունը շատ ավելի նվազած է։ Վերջին շրջանում եղան դեպքեր, երբ ձեր գործընկերները կալանավորվեցին։ Դա ինչի արդյունք է։ Դա արդյոք բժշկական սխալի հետևանք չէ, որ նրանք ձերբակալվել են։ Ես ձերբակալվելու օրինակ կարող եմ ասել վերջի մի քանի տարվա մեջ 3 տարբեր մարզերի քաղաքների հիվանդանոցներում եղավ մահ, երբ որ մայր եւ պտուղ ենթադրվող կեսարյան հատման մահացել են վիրահատական սեղանի եւ որպես հետևանք, որպես այդ ամենի որոշում կայացվել է, որ 3 մարզերի անեստեզիոլոգներն կալանավորվել են, ազատազրկվել են։ Ինքը իրանով փաստը իմ համար բավականին անհանդուրժելի է, բավականին ես գտնում եմ, որ այդ ամենի մեջ սխալ կա, որտեվ այդպես չի կարող լինել, որ մեր ծանր մասնագիտության մեջ, մեր աշխատանքի մեջ, որպես անեստեզիոլոգ եւ վերակենդանացման բաժանմունքի բժիշկ, որ գտնվեց ոնց որ ասած մասնագիտության են չարիքը եւ ազատազրկվեց։ Բայց ձեր ասելով ստացվում է, եթե բժիշկը սխալում է, պետք է միևնույն է բժշկին ներել, որտեղ նա ծանր աշխատանք է տանում։ Կա սխալ եւ կա պատժի ինչ որ միջոց։ Վերցնենք, որ հետաքննությունը ապացուցեց, որ այդ բժիշկի սխալն էր, որ հիվանդը կամ այս դեպքում հղին մահացել է։ Վերցնենք, որ այդ հարցը անցավ։ Ինչ փոխվեց դրանից հետո։ Այսինքն դուք ասում եք չպատժել բժշկին։ Ես ասում եմ, որ ոչինչ չփոխվեց, որովհետև եթե որոշվում է պատժել բժիշկին, այդ հարցի մեջ մեղավորը ոչ միայն բժիշկն է, եթե ապացուցվում է ինչ որ մեղավորություն։ Այդ հարցի մեջ մեղավորը նույնպես եւ նույնիսկ իմ պատկերացմամբ ավելի մեծ չափաբաժնով համակարգը, որը ճիշտ չի աշխատում եւ այդ դժբախտության հիմքում ընկած է ոչ միայն այդ բժիշկի այդ պահին ինչ որ սխալ շարժում, գործունեություն, գործողություն անելը, այլ ոչ ավելի քիչ չափաբաժին ընդհանուր համակարգի թերի լինելը։ Ամբողջ աշխարհում մեր մասնագիտության մեջ կա պրոտոկոլ հասկացողություն, երբ որ քո գործողությունը, քո շարժումները խիստ
հետևողական պետք է լինեն եւ մեծ ապացուցողական բժշկությունով ցույց է տրված, որ այս շարժումները կիրառելուց, այս գործողությունները անելուց վիճակագրական ավելի քիչ է լինում մահի, սխալի եւ այլն ինչ որ հավանականությունը մեր երկրում չկա, այսինքն նույն մարզի բժիշկի անեստեզիոլոգի աշխատանքի մեջ միայն ինքն է այդ հիվանդի գլխին կանգնած եւ բոլոր իր որոշումների մեջ ինքը մենակ է ու սահմանափակ է ու երբ որ լինում է դա, իսկ դա ցավոք էլի է լինելու, որովհետեւ ամբողջ աշխարհում հարցը չունի լուծում, չկա այդպիսի ազգայացման, ասենք ասենք, ինչ որ ձև մեթոդ, որը 100%-անոց հարցերը լուծում բարդությունից եւ մահից։ Երբ ասում եք համակարգն է մեղավոր մեծաժով, որ համակարգի մասն է խոսքը։ Մեր բժշկական երևի թե ոչ միայն համ բժշկական, համ իրավաբանական, որովհետեւ եղավ մահ, որպես հարցի լուծում, պատիժ, ազատազրկում։ Իսկ ինչով է դա բերում որևիցե հարցի լուծման։ Արդյոք, եթե այդ բժիշկի տեղը լիներ մեկ ուրիշը, ես լինեի հիվանդի գլխին կանգնած, ես կկարանայի այդ հարցը լուծել, այսինքն ով էլ լինի, եթե լինում է այդպիսի սիտուացիա, իսկ մեր մասնագիտությունը անմիջապես առնչությունը կյանքի ու մահի հետ է, այսինքն ում մոտ եղավ դժբախտ նման պատահար ինքը պետք է ազատազրկվի, որովհետև իրավաբանորեն թերիադաշտը, եթե չկա պրոտոկոլ հասկացողություն, այսինքն իմ կամ այդ բժիշկի շարժումները ինչ որ մեկը կլինի դա էքսպերտ, ինչ որ կազմակերպություն կգնահատի սխալ, ուրեմն այդպես է ներում բեկում չկա, բայց դա այդքան այդպես չի, որտեղ նույն ձևի սխալ կարելի է կոչել, իսկ ինչի չկա երկրորդ մարդը կողքը, ինչի չկա, դա էլ է սխալ, սա աշխարհում, ցիվիլ աշխարհում կա այդ պրոտոկոլ հասկացողության մեջ առաջի կետ դժվարության դեպքում կանչիր օգնության։ Այնպես ստացվել, որ մի կողմում ունենք իրականություն, մյուս կողմից սովետական ժամանակները հիշեցնող ինչ որ կարգախոսներ, հիմա բարեփոխումներ, հետևողական առաջընթաց, դա կարող ենք ասել բժշկության ձեր ասպարեզում կա թե ոչ։ Ես ճիշտ ասած չեմ տեսնում շատ մեծ բարեփոխումներ, ես որպես պրակտիկ բժիշկ եւ նաեւ իմ առարկան դասավանդող տեսնում եմ հիմնականում դժվարություններ, բարդություններ, ինչ որ պրեգրադաներ, հա, այսպես կոչենք, պատնեշներ, այո։ Եվ աշխատել շատ դժվար է։ Ինքը ի սկզբանե բավական ստրես մասնագիտություն է։ Ես նկատի ունեմ անեստեզիոլոգիա, ինտենսիվ թերապիա։ Եվ սենց վերցնենք, լավ, իսկ ինչ է արվում իօքուտ հիվանդի, ինչ որ համակարգ կոչենք, հա, համակարգի կողմից իօքուտ հիվանդի եւ իօքուտ բուժաշխատողի շատ քիչ բան։ Շատ բան ասվում է, շատ բան պահանջվում է, շատ բան ներկայացվում է, որ ապահոված է, անունը դրվում է ինչ որ պետպատվեր եւ այլն, բայց պետպատվեր գումարը ցածր է, նյութատեխնիկական բազան լիարժեք չի, վերապատրաստում, մասնագիտացում լիարժեք չի, պաշտպանություն բուժաշխատողի, ինչու՞ չէ, նաեւ բնականա պացիենտի, հիվանդի, այդ բոլոր հարցերը բավականին չլուծված են, բավականին։ Մենք գիտենք, որ Հայաստանը ունի բազմաթիվ սոցիալական խնդիրներ, դա դուք զգում եք ձեր առօրյա գործունեության մեջ, նույն հիվանդների հետ շփվելիս։ Այսինքն վճարունակ հիվանդ է, երբ որ հիվանդը վճարունակ չի, դա արդյոք չի անդրադառնում բժշկի հետ հարաբերվելու վրա։ Առանձնապես կարծում եմ, երևի թե ինցիդենտներ կլինեն, բայց որպես զանգվածային նման խնդիր երևի թե այսօր չկա, որովհետև շատ մեծ քանակի օղակներ կան այդ ամեն ինչը հսկող, որ հանգարց հիվանդի ֆինանսային ինչ որ խեղճ լինելը կամ ինչ չանդրադառնա բուժական որակի վրա, բայց այդ խնդիրը նույնպես կա ամբողջ աշխարհում, որովհետև վերցնենք ինչ որ օրգան տրանսպլանտացիա մեծ եվրոպական երկրներում սպասում են, ասենք թե 10,000 հոգի, կատարվում է 500 հոգի, ինչի նաև ֆինանսների պատճառով, նենց որ եթե այդ երկրներում այդ հարցը շատ մեծ դժվարություններով է գնում դեպի լիարժեքություն, բնական է մեր խնդիրները շատ ավելի խորն են։ Ես հարցս այլ տեսանկյունից եմ ուզում տալ, եթե Հայաստանը ունի խնդիրներ, եթե Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ, արդյոք իրատեսական է ակնկալել, որ մի ոլորտը կարող է ոտքի կանգնել, խոսքը բժշկության մասն է։
Արդյոք ամբողջ երկիրը չպետք է ոտքի կանգնի։ Երևի թե բնական է, որ մեկ ոլորտ կապակցված են դժվարությունները եւ ամեն ինչը մեկը մյուսի հետ, բայց մյուս կողմից 2-3 միլիոն բնակչության մասին խոսք գնացող երկրում, որը շատ մեծ ունի դրսից ուժեր պատրաստ օգնելու եւ օգնում են եւ ներսի ռեսուրսները օգտագործելով, արդյոք այդքան անհնարին է տարիներ շարունակ 2-2.5 միլիոն ժողովրդի առողջապահության ոլորտի հարցերը բերել մաքսիմալ ինչ որ բարվոքության։ Հարցը երևի պատկան մարմիններին պետք է հիմա ուղղվի, ձեր կողմից բարձրացված հարցը։ Փաստորեն համապատասխան մարմիններին, համապատասխան գերատեսչություններին։ Գիտեք, գերատեսչությունները, որոնք ղեկավարում են առողջապահությունը, որոնք հսկում են, իրանք բավականին շատ են, բավականին շատ աշխատողներ կա, ղեկավարներ կա, անպայման բոլորը իրենց կողմից պարտադիր հանդիսանում են պահանջող, ապահովել, կատարել, ստեղծել եւ այլն, ռեալ ուժ, ռեալ փոփոխություն, առաջընթաց, մեծ քայլերով ես չեմ տեսնում, հնչեցվում է այդ ամեն ինչը, որ կատարել, ապահովել եւ այլն, բայց պրակտիկ աշխատանքի մեջ նույն դժվարություններ, հիվանդի սոցիալական վիճակ, քո ցածր վարձատրում, նյութատեխնիկական բազայի խեղճություն, ես բացարձակ ոչ մի հիվանդանոցի նկատի չունեմ, մյուսը կամ մերը, որովհետեւ եթե ինչ որ անուն հնչացնեմ, կստացվի, որ այս մի հիվանդանոցը փորձում եմ մի քիչ ավելի բան անեմ, այս մյուսը PR անեմ, բայց իրականում դա զանգվածային խնդիր է։ Ժամանակին մենք հպարտանում ենք մեր բժշկությամբ, հիմա կարող ենք նույնը ասել։ Նույնիսկ եթե ժամանակի բժշկությունը ունեցել է խնդիրներ, իսկ նա բնական ունեցել է, մարդկանց ներկայացվում էր, որ հպարտացեք ձեր բուժաշխատողով, հարգեք բուժաշխատողի աշխատանքը, уважай труд санитарки եւ այլն, այսպիսի լոզունգներ կային, հիմա ոչ մի նմանատիպ ինչ որ տենդենցիա գոյություն չունի, նույնիսկ հակառակը, բոլոր օղակներից հակառակը։ Շատ դժվար է այս պահին պրակտիկ բժիշկ աշխատել։ Իսկ մենք հետ ենք մնում այս ասպարեզում։ Այո, հետ ենք մնում։ Շատ։ Որոշ ուղղություններով միգուցե ստացվում է լինել step by step sense ասած, բայց հիմնականում իմ կարծիքով մենք դեռ հետ ենք։ Մենք դեռ հետ ենք եւ կան, ես կարծում եմ, ճանապարհներ բարելավելու, օգնելու, կարգավորելու, ուղղակի շատ դանդաղ է այդ ամեն ինչը ստացվում եւ այս տենդենցիան շատ վատն է նույն աճող սերնդի մասնագետների աճող սերնդի համար, որ բուժաշխատողին չկա ինչ որ մի ուղղություն, որը ասում է պետքա հարգել, պետքա սիրել։ Նենց տպավորությունն է, որ մեր երկրի խնդիրը, հիմնական խնդիրը դա բուժաշխատողն է եւ դասախոսը, դասատուն։ Բոլոր հարցերը քիչ թե շատ լուծված են, բայց երկիրը ունի երկու չարիք՝ բուժաշխատող եւ դասատու, որովհետեւ չկա ոչ մի պաշտպանություն, կա ցածր վարձատրում, ցածր բազա աշխատանքի համար այդ երկու ոլորտի, բայց փոխանակ փորձել գտնել ճանապարհ կարգավորելու այդ ամեն ինչը, ոչ գնացեք, պահանջեք, սենց արեք, տենց արեք, աղմուկ, աղաղակ, ծեծ ջար։ Ոնց կարելի է բուժ աշխատողին կռիվ, ծեծ ջար, դա պետքա խստագույն ձևի պատժվի։ Ես կարող եմ օրինակ բերեմ, եթե ինչ որ ոստիկանի հետ կռիվ լինի, եթե ծեծի ենթարկվի, ամբողջ համակարգը ոնց պատնեշ կկանգնի այդ հարցը ամենախիստ ձևի։ Իսկ դուք պատկերացնում եք, եթե հիմա ասենք ձեր դիմացը նստած լիներ նույն մահացածի հարազատը, որը համոզված է, որ բժշկի սխալով է իր հարազատը մահացել։ Չի կարող հիվանդի հարազատը այդ պահին համոզված լինի բժշկական սխալի մեջ։ Բժշկական սխալի համար պետքա լինի հարցված գործ, պետքա լինի դատավարություն, հետաքննություն, որի ըստ եզրակացության արդեն կարելի է դասել, կար սխալ, չկար սխալ, ինչ ձևի պատիժ պետք է լինի, ընտանիքը պետքա որոշի պատժի ձևը, թե Այսինքն դուք ուզում եք ասել, որ ի սկզբանե հիվանդը նախատրամադրված է բժշկի հանդեպ։ Ես օրինակով կարող եմ ասել, որ նույն հայ հիվանդի հարազատ, նույն մեր ժողովրդի ներկայացուցիչը Միացյալ Նահանգներում, երբ որ հիվանդանոցում լինում նմանատիպ բան, երբեք ոչ մեկ իրան թույլ չի տալի նման բան։
Ինչի, որովհետև իրանք համոզված են բժշկական սխալի բացակայության մեջ, ոչ, որովհետև լուրջ իրավաբանական պաշտպան կա բուժաշխատողին, շատ լուրջ պաշտպան, մտկով չի անցնի մարդու, ես ցավում եմ բոլոր տեսակի ողբերգությունների համար, իրանց բարեկամների վշտի համար, բայց ցավոք մեր մասնագիտությունը այդպիսին է, մեր առնչությունը, անմիջապես կյանք եւ մահ, եւ եթե մեծ վերակենդանացման բաժանմունքում պարկած է 30-40 ծայրահեղ ծանր հիվանդ եւ բնական է լինում է ինչ մահացություն այդ ամենի մեջ, դա ոչ մեկի ոչ մի իրավունք չի տալի, կռիվ, ջարդ, ինչ որ այդ կարգի հարցի լուծումներ, եթե մենք փորձում ենք լինել ավելի քաղաքակիրթ, եթե մենք փորձում ենք, ուրեմն պետությունը պետք է հոգա նրա մասին, որ գնահատեք բուժաշխատողին, միայն ֆինանսապես չէ, խոսքը գնում է մնացած գնահատանքների մասին, ինքը պետք է այդ անունը պետք է լինի բարձր, եթե բուժաշխատողը թույլ է, դա ուրիշ հարց է, ինչի ենք աշխատում, բայց ի սկզբանե նախատրամադրվածությունը շատ վատն է, շատ բացասական է եւ ոչինչ չի արվում այդ անունը մեծարելու բարձրացնելու, որտեղ բուժաշխատողը պետք է միայն հարգանք առաջացնի։ Եթե ինքը նորից եմ ասում, լավը չի, դա հիվանդանոցի խնդիրն է, համակարգը թող այդ մարդը չպետք է աշխատի կամ պետք է նենց ուսում նորից ստանա, որ ավելի բարձր լինի իր պրոֆեսիոնալ որակը, բայց ի սկզբանե ծեծ ու ջարդով ոչ մի հարց միևնույնն չի լուծվում։ Նույնպես անեստեզիոլոգին ազատազրկելով ոչ մի հարց չի լուծում։ Այդ նույն մարզերի անեստեզիոլոգները ազատազրկվել են եւ 3-ից 2-ում քանի տարի է այդ հարցը լուծված չի։ Նոր մարդ չի գալի այդ պոստին։ Ծանր աշխատանքը, քիչ վարձատրմամբ եւ փորձանքը հասկանալ է, խնդիրը չլուծվեց։ Խնդիրը բացարձակ չլուծվեց։ Ինչ լավ, կալանավորվեց, ասենք այդ մարդը, դրանից հետո ինչ արվեց, ինչ փոխվեց։ Չէ՞ նոր սարքեր, պարագաներ, տեխնոլոգիաներ, վերապատրաստումներ բացարձակ, այսինքն Աստված կարող պահի, բայց մեկը էլի է լինելու, ամբողջ աշխարհում լինում է ու էլի է լինելու եւ հարցը նորից նույն ձևի է լուծվելու, նորից ազատազրկվելու է կամ աշխատանքից հեռացվելու։ Հիվանդանոցներից մեկում, այսինքն պետությունը հեշտ տարբերակ է գտել հարցի լուծման, փաստորեն, ձեր ասածով այդպես է ստացվում։ Այո, ինչ որտեղ հեշտ տարբերակ է թվում հարցի լուծմամբ եւ նաեւ իմ համար շատ ցավալի է, որ նույն հիվանդի հարազատին էլ ինչ որտեղ այդ որոշումը լինում է հերիք։ Բավարար, այո, բայց դա այդպես չի, որովհետեւ այդ մասնագետի տեղը մյուսը կարար լիներ եւ ինքը ազատազրկվեր, ուր է հարցի լուծումը։ Ես ցավում եմ ցանկացած ողբերգության համար, բայց հարցը լուծում է պահանջում, ամբողջ աշխարհը մեծ գումարներ է ծախսում, ինչ անենք, որ ավելի նվազ լինի։ Միացյալ Նահանգներում բժշկական սխալի պատճառով տարեկան մահանում է 44-ից 90,000 հոգի մարդ եւ չի լինում 44,000 ծեծ ջարդ, 50,000 ազատազրկում, այդպիսի ստատիստիկ տվյալներ գոյություն չունի։ Հիվանդանոցը ընկնում է դատավարության մեջ, եթե լինում է բողոք, եւ որպես հետևանք, եթե հայտնաբերվում է սխալ, ինչ որ թող հասկանալ է, ինչ որ համակարգ, ինչ որ մեխանիզմ աշխատում է։ Այդ բուժաշխատողի աշխատել չաշխատելու հարցը էլի մնում է հիվանդանոցի վրա, եթե հիվանդանոցը գնահատում է, որ ինքը թույլ էր, դրա համար եղավ դա, ինքը ազատվում է այդ աշխատողից, բայց այդ ճանապարհը վերցնել, ազատազրկել, որպեսզի բոլորի, ասենք, որ աղմուկը անցնի։ Այդ ամենը արվում է միայն նրա համար, որ աղմուկը անցնի, խնդիրը ընդհանրապես չի լուծվում։ Հասկանալի է, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Հիշեցնում այսօր մեր հյուրներ Քանաքեռ Զեյթուն բժշկական կենտրոնի անեստեզիոլոգիայի եւ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Էմիլ Վարդապետյանը։ Կհանդիպենք։